Հսկայական քանակությամբ մարդիկ ամեն օր ազատվում են նրանից, ինչը կարող էր դառնալ իրենց փրկությունը, նույնիսկ չկասկածելով, որ իրենց օրգանիզմը արդեն ամբողջ ուժով ազդանշան է տալիս աղետի մասին։ Այս նյութում ես կբացահայտեմ մեթոդ, թե ինչպես հասանելի արտադրանքի եւ քնի ընթացքում հատուկ դիրքի օգնությամբ մաքրել արյունը ընդամենը 1 գիշերվա ընթացքում, օգտագործելով օրգանիզմի թաքնված հնարավորությունները։ Երբ մարմինը օգնություն է խնդրում, ծանոթ է ձեզ այսպիսի պատկերը։ Ժամը 7-ին զարթնելու ժամանակը հնչել է, դուք քնել եք պահանջվող 8 ժամ, բայց զգում եք ձեզ այնպես, կարծես ամբողջ գիշեր ծանր ֆիզիկական աշխատանքով եք զբաղված եղել։ Բերանում զգացվում է դառնություն կամ մետաղական համ։ Դեմքը մոխրագույն եւ հոգնած տեսք ունի, իսկ աչքերի տակ այտուցներ։ Կեսօրին ուժերը լիովին լքում են ձեզ եւ հարձակվում է ապաթիան։ Հաճախ մենք դա գցում ենք անցած տարիների կամ եղանակային կախվածության հաշվին, սակայն իրականում սա ձեր լյարդի ճիճն է։ Լուր պահապան մեր առողջության, լյարդը կոչվում է լուր օգնական։ Նրա հյուսվածքներում բացակայում են ցավային ընկալիչները, ուստի այն կարող է գրեթե ամբողջությամբ քայքայվել, առանց սուր ցավ առաջացնելու։ Ձախ կողմում ծանրություն կամ ծակոց, սա ազդանշաններ են լեղապարկից կամ այն պատճառով, որ մեծացած լյարդը սկսել է ճնշել իր պաշտպանիչ թաղանթը։ Եթե աջ կողմում հայտնվել է քարի զգացողություն, նշանակում է իրավիճակը պահանջում է անապահ ուշադրություն։ Լյարդի մարելու 4 փուլ։ Փոքր շարժունակությամբ լյարդ, լեղու բիլիարային լճացում, լեղին խտանում է եւ հիշեցնում է մազութ։ Հիմնական նշաններ՝ փորկապություն եւ սրտխառնոց յուղոտ սնունդ ընդունելուց հետո։ Այս փուլում հետազոտությունները հաճախ շեղումներ չեն ցույց տալիս։ Լյարդի գիրացում, ստեատոզ։ Օրգանը վերածվում է ֆուագրայի նման, կուտակելով ճարպային կաթիլներ։ Պատճառը ոչ թե օգտակար ճարպերում է, այլ ավելորդ թխվածքի, շիլաների եւ շաքարի մեջ։ Բորբոքային գործընթաց, հեպատիտ։ Կուտակված ճարպը սկսում է օքսիդանալ, ինչը հրահրում է իմունիտետի հարձակումը սեփական բջիջների վրա։ Արյան մեջ արձանագրվում է ԱԼՏ եւ ԱՍՏ ցուցանիշների աճ։ Հյուսվածքների փոխարինում, ցիրոզ։ Կենթանի բջիջները փոխարինվում են շարակցական հյուսվածքով, սպիներով։ Օրգանը կորցնում է առաձեկականությունը եւ դառնում կոշտ։ Արտաքին նշաններ խնդիրների, 5 մարկեր։ Ճառագայթող կարմիր կետեր, փոքրիկ կաթիլների նման կազմավորումներ, վկայում են, որ լյարդը չի հաղթահարում էստրոգենի ավելցուկը։ Կարմիր ափեր, պիգմենտացիա մատների բարձիկների հատվածում, կոշտացած կրունկներ ճաքերով։ Լեղուվատ արտահոսքի պատճառով վիտամին A եւ N վատ են կլանվում, անոթային ցանց, կրծքավանդակի կամ դեմքի վրա աստիքների հայտնվելը, գիշերային քոր, եթե մաշկը երեկոյան քորում է առանց տեսանելի պատճառի, սա լղաթթուների արյան մեջ մտնելու նշան է։ Թաքնված թշնամու վտանգը, ֆրուկտոզա։ Դիտարկենք վարդանի օրինակը։ Տղամարդը ամեն օր խմում էր 400 մլ թարմ մրգային հյութ, համարելով դա օգտակար։ Արդյունքը՝ լյարդի լուրջ գիրացում։ Գաղտնիքն այն է, որ գլյուկոզան սնուցում է ամբողջ մարմինը, իսկ ֆրուկտոզան վերամշակում է բացառապես լյարդը։ Խտացված հյութը հարվածում է նրան ինչպես մուրճ, շաքարը ակնթարթորեն վերածելով ճարպային պաշարների։ Ավելի ճիշտ է ամբողջ խնձոր ուտել մանրաթելով, քան դատարկ ստամոքսին հյութ խմել։ Տանը վիճակի ստուգում, գոտկատեղի չափում, օգտագործեք ժապավեն։ Տղամարդկանց համար կրիտիկական նշանակը 94 սենտիմետր է, կանանց համար 80 սենտիմետր։ Այս թվերի գերազանցումը ցույց է տալիս, որ ներքին օրգանները խեղդվում են ճարպի մեջ։ Ցավի կետի պալպացիա։ Շոշափեք հատվածը պորտից 3 մատ վերև եւ մի փոքր աջ։ Սուր անհարմարություն սեղմելիս ազդանշան է տալիս օդիի սֆինկտերի սպազմի եւ լեղու լճացման մասին։ Ներքինից մեզ ոչնչացնող գործոններ։ Դեղորայք։ Հայտնի պարացետամոլը ոչնչացնում է գլյուտացիոնը, լյարդի գլխավոր հակաօքսիդենտը։ Կենցաղային քիմիան եւ բորբոսը, լոգարանում սնկերի սպորները եւ սուր քիմիական բույրերը գերբեռնում են մեր կենսաբանական զտիչները։ Հոգեսոմատիկա։ Մշտական ստրեսը առաջացնում է խողովակների ֆիզիկական սպազմ, որի պատճառով լեղին կրիստալանում է քարի մեջ։ Գլխավոր բաղադրատոմսը, բրոկոլիի եւ մանանեխի համադրություն։ Բրոկոլիում պարունակվում է արժեքավոր տարր, գլյուկորաֆանինը։ Դրա ակտիվացման եւ բուժիչ սուլֆորաֆանի վերածվելու համար անհրաժեշտ է ֆերմենտ միրոզինազա։ Խնդիրը այն է, որ երկար եփելու ժամանակ այդ ֆերմենտը քայքայվում է։ Պատրաստման մեթոդը՝ բրոկոլին գոլորշու վրա եփել առավելագույնը 3-4 րոպե, եւ այն պետք է խրթխրթան մնա։ Այնուհետև ցանել ուտեստի վրա 4 մանանեխի փոշի։ Մանանեխը վերադարձնում է անհրաժեշտ ֆերմենտը, որը 3 օրով միացնում է լյարդի մաքրող ֆունկցիաները։ Գիշերային վերականգնման ռեժիմ։ Լյարդի ակտիվ վերականգնման ժամանակահատվածը ընկնում է երեկոյան 11-ից մինչև գիշերը 3-ը։ Ընթրիքի կանոնը՝ սնունդ ընդունել քնելուց 3-4 ժամ առաջ։ Ընտրել թեթև սպիտակուց, հավ, ձու, ձուկ եւ շողեխաշած բանջարեղեն։ Տաբու։ Մոռացեք գիշերը մրգերի, հացի եւ շիլաների մասին։ Դրանք առաջացնում են ինսուլինի թռիչք, որը դադարեցնում է ներքին մաքրման գործընթացը։ Առավոտյան ռիտուալը՝ համակարգի կենդանացում, տաք ջուր։
Արթնանալուց անմիջապես հետո խմել 1 կամ 2 բաժակ ջուր 50-60 գրադասի ջերմաստիճանով։ Սա հանգստացնում է խողովակները։ Ճաշացանքը ճարպերով։ Կես ժամ հետո ուտել ձու կամ ավոկադո։ Ճարպերը ստիպում են լեղապարկին ակտիվ կծկվել։ Արտաքին օգնություն։ Ընդունել արևածաղկի լեցիթին փոշու տեսքով, որպեսզի լեղին մնա հեղուկ եւ հոսուն։ Քնի իդեալական դիրքը։ Սովորեցրեք ձեզ հանգստանալ ձախ կողմում։ Լյարդի քաշը կազմում է մոտ 1.5 կիլոգրամ։ Երբ քնում եք աջ կողմում, այդ բեռը սեղմում է մեծ երակը, խանգարելով արյան շրջանառությանը։ Ձախ կողմում արյան ֆիլտրումը անցնում է առավելագույն արդյունավետությամբ։ Հարմարավետության եւ գոտկատեղի բեռնաթափման համար անպայման դրեք բարձր ճնկների արանքում։ Թանկարժեք խորհուրդներ հարգարժան տարիքի մարդկանց համար։ Ջրի ջերմաստիճանը։ Տարեց տարիքում անոթները ավելի զգայուն են։ 50 աստիճան ջուրը լավագույն միջոցն է մեղմորեն գործարկելու մարսողությունը, խուսափելով սպազմերից։ Դեղահապերի հետզգուշություն։ Ճնշման կամ հոդերի բուժման ժամանակ լյարդն արդեն աշխատում է սահմանին։ Պարացետամոլ ընդունել առանց լուրջ հիմքերի։ Թեթև ակտիվություն։ Քայլելու դժվարությունների դեպքում տանը կատարել պարզ վարժություններ։ Ամեն 40 րոպեն մեկ վեր կացեք եւ մի փոքր շարժվեք կամ կատարեք գրիպեր, որքանով թույլ է տալիս առողջությունը։ Շարժումը լճացման լավագույն թշնամին է։ 400 մլ հյութը հավասար է 2 մեծ բաժակի։ 1.5 կիլոգրամ լյարդի քաշը նման է 3 ստանդարտ 500 գրամանոց կարագի փաթեթների։ Գոտկատեղը 80 սանտիմետրից ավելի, կանանց մոտ լուրջ առիթ մտածելու անոթների եւ սրտի առողջության մասին։ Մագնեզիումի դերը մասնագետի հետ խորհրդակցելուց հետո սկսել ընդունել մագնեզիում երեկոյան ժամերին։ Այն հանում է ներքին լարվածությունը եւ երաշխավորում է լյարդին հանգիստ աշխատանքային ցիկլ։ Ամփոփիչ շպարգալկա։ Արավոտ, բաժակ ջուր, 50 գրանուց։ Նախաճաշ, փափուկ խաշած ձու եւ մի քիչ կարագ։ Ջաշ, թեքևակի շոգեխաշած բրոկոլի մանանեխի հավելումով։ Գիշեր, դիրք ձախ կողմում, բարձը ոտքերի արանքում։ Հարգելի բաժանորդներ, թող ձեր ներքին մարտկոցը միշտ լիցքավորված լինի 100%-ով, իսկ լյարդն ու հոգին աշխատեն իդեալական ներդաշնակությամբ։ Հիշեք, որ առողջությունը սկսվում է սիրուց ինքներդ ձեզ եւ ուշադրությունից դեպի մանրուքները։ Մաղթում եմ ձեզ կենսուրախ առավոտ, թեթևոր եւ ամենավերականգնող քուն։ Առողջ եղեք եւ խնայեք ձեզ։ Տեքստից խոսք։